Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, 111 տարի առաջ տեղի ունեցավ Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանում մեծ ցեղասպանություն եւ եղերն այսօր իրենց հիշատակի օրն է։ Ես ճիշտ ասած ուզում եմ 3 թերթում էի էջերը եւ հանդիպեցի, լսեցի Վազգեն Սարգսյանի սպարապետի խոսքերը, կուզենայի, որ մեր զրույցը սկսենք դրանով։ Քանի բանալի կար կախված 1915-ից, քանիսը որով, քանիսը մնաց, իսկ դռները բաց, տանը հայտ չկա, մենք վախենում ենք մեր ուժից, մի հավատա, թե քո թշնամուն քեզնից ուժեղ է, թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է, այդ բառը տավեջ է նման մազապուրց, այսպես զոհի հոգեբանությունից սկսեցինք և երջու եկավ մի պահ, որ մեզ համարեցին ագրեսոր։ Մենք իհարկե ագրեսոր չենք, ամենին ենք համից, բայց ագրեսորի անգամ մականունը ինձ ավելիոթի հարազատ է, կասներ մազապուրց է։ Ես ատում եմ մազապուրց, ես չեմ ուզում մազապուրց լինել, ես չեմ ուզում որպեսի 30 անգամ իմ հայրենակիցներին հարազատներին սրի տան։ Խնդրեմ։ Դե, ագրեսոր չենք, զոհի հոգեբանությունից դուրս ենք եկել, հիմա այդ երկու կարևոր դիտարկումը, այո, մենք ագրեսոր չենք և զոհել չենք, հիմա մեզ փորձում են բերել այդ հոգեվիճակի մեջ, իրականում առերևույթ խաղաղություն են քարոզում, առերևույթ ցեղասպանությունից են հրաժարվում, փորձում են հրաժարվել այսօրվա հայտարարությունը դա լավագույն ապացույցն է, երբ ցեղասպանությունը, որը միջազգային տերմին է եւ իրավական հետևանքներ ունեցող, իրավական առումով նույնականացնում են մեծ եղերնի հետ, այդպես չի։ Եվ ցեղասպանությունը ամբողջ ուղերձի մեջ ընդհանրապես սկզբում ցեղասպանություն բութ մեծ եղերն եւ դրանից հետո միշտ մեծ եղերն է նշվում։ Իսկ նա ակնհայտ է, որ փաստացի պատվերի շրջանակներում է եւ ցեղասպանությունը պետք է չօգտագործվի որովհետև Թուրքիայի պահանջն է, ուզում ես Թուրքիայի հետ հարաբերություններ, երկու նախապայման առաջին Ադրբեջանից ստորագրում ես այն պայմանագիրը, որով Ադրբեջանն է պայմաններ թելադրում, պայման երկրորդ հրաժարվում ես ցեղասպանությունից, վերջ։ Հիմա օրվա իշխանությունները Հայաստանի այդ գործընթացի մեջ են, ոչ ավել ու ոչ պակաս։ Շատ կարևոր է այդ զոհի ծնկացի հոգեվիճակից, հիմա մեզ անուղղակի թե ուղղակի բերվում է այդ հոգեվիճակի, այսինքն Մարտի դաշտում պարտություն կրելը, 1 մարդկանց հոգեբանորեն ճնշելը, վախեցնելը պատերազմով, անընդհատ, այդ բարդույթն է մարդուն, որ անընդհատ փոքր երեխային միշտ վախեցնես, այդ վախերը իր մեջ նստում է, հիմա նույն հոգեվիճակը մեր ժողովուրդն է ապրում, եւ ինքը կոնկրետ կանխամտածված, դա որպես գործիք է, բաց այդ ասում է, քաղ պայմանագիրը չընտրվեց, ինքը չվերարտադրվեց, պատերազմ անելու, իսկ պատերազմը ինչ է, մահ, այսինքն ինքը մեզ վախեցնում է մահով, թուրքական յաթաղանով, ադրբեջանական յաթաղանով։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին ուրեմն հոգեվիճակը փոխելու խնդիր կա մեր ժողովրդի։ Պարոն Նահապետյան, եկեք սկսենք նրանից, որ հայ ժողովրդի հոգեվիճակը իրականում փոխվել է Արցախի ազատագրմամբ, որովհետև 1000 տարում մենք վերջապես կարողացանք ազատագրել ինչ-որ մի տարածք եւ 80 քանի տարի հետո մեր ցեղասպանությունից հետո առաջին անգամ մեր մեջքը շտկեցինք, այդպես է թե ոչ։ Մենք չէ, որովհետև մենք այդ ամեն ինչի պատասխանը իրականում 600 տարի, ասենք, այդ պետականության պատասխանը ընտրվեց Արցախի ազատագրական պայքարով, որ իրականում մեր մեջքը շտկեցինք, մեր պատմական հայրենիքը ազատագրեցինք եւ հպարտ նայում ենք իրար աչքերի մեջ եւ հպարտ կանգնած էինք աշխարհի ցանկացած կետում, որովհետեւ մենք կարողացել էինք ազատագրել, մենք կարողացել էինք ի վերջո միավորվել, կայանալ
եւ հաղթանակ տոնել եւ մեծ թուրանական աշխարհի մի մասին, թուրքական մեծ աշխարհին եւ ադրբեջանցիներին հասկացնել, որ այո, եկել է այն պահը, երբ որ հայ ժողովուրդը կարող է հաղթանակը իր տոնել եւ ազատագրել։ Բայց թշնամին նենք դավադիր ինքը անդադար աշխատեց այդ ուղղությամբ իր հայերեն ազգանունով, հայ ազգանունով արբանյակներին ծնեց, փայփայեց մեր տարածքում, դրսի օտարետ գործակալներին բերեց, 30 տարի շարունակ աշխատելով այդ ուղղությամբ, ի վերջո հաջողեց իրեն մի քանի անգամ փորձեց, 2008 թվականին, հոկտեմբերի 27-ին փորձեց, հոկտեմբերի 27-ին ձախողվեց, դե պատերազմում պարտվեցին, մարտի 1-ին ինքը ձախողվեց, որովհետև նույն թուրանական աշխարհի հրեշավոր հարձակումներ մեր պետականության վրա, բայց ի վերջո 2018 թվականին իրեն հաջողեց եւ կարողացավ։ Այնպես որ մենք արդեն իսկ հաղթած եւ կանգնած ենք եղել, հիմա նորից այդ նվաստ կոտրված ամեն ինչ անում է, մենք դեռ այդպեսին չենք։ Ուղղակի թշնամին չի հանգստանում եւ Նիկոլն էլ չի հանգստանում։ Ինքը ամեն օր իր հայտարարություններով, կոչերով ինքը փորձում է մեզ այդ դժոխքի մեջ նորից նետել, որ մենք նվաստ ենք, ստոր ենք, ցածր ենք, պարտվող ենք եւ արժանի չենք հայրենիքի, արժանի չենք հաղթանակի, արժանի չենք մեր պատմական հիշողությանը, մեր հայրենիքին եւ ինքը սա ինքը դեռ փորձում է եւ ինչի է նյարդային վիճակում ինքը Ալիևը հիմա կանդրադառնանք իրենց հայտարարություններին Էրդողանը հո առաջին անգամ չէ որ թուրքական դրոշ է այրվում իդեպ ես ասեմ այն կողք նստած է պարոն Նահապետյանը որ այն բացառիկ մարդկանցից է որ իրեն թույլ տվեց անգամ չէ շատ լավ արեցիք անգամ որն է ճիշտ էր այրել Ադրբեջանի դրոշը հիմա ինչ է sense հիստերիայի մեջ ընկել ինչ է տեղի ունեցել տևական ժամանակ դա հայապական դաշնակցության երիտասարդությունը մշտապես է կազմակերպել գիտեք ինչի որտեղ իրենց թվում է ոնց չի այս անգամ էլ կարող է չստացվել հանկարծ ազգային ուժերը կարող են գալ հայերը կարող են գալ իշխանության պատահական է Ադրբեջանի արտգործնախարարը ասում է չէ նախկին արտգործնախարար չպետք է գան Թուրքիայի արտգործնախարարը այնպես որ այս մտավախությունը ես կարծում եմ այստեղ մի փոքր իրավիճակը այլ է հիմա ասեմ այո, այրել են, այրվելու է եւ առանձնապես գործնականում դրանից ոչինչ չի փոխվի, հա, առարկայապես։ Բայց ինչու հիմա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կեցվածք է դրսևորում, ոչ ավել, ոչ պակաս այլ պետության դրոշը Հայաստանի տարածքում այրելու կապակցությամբ։ Հո ադրբեջանական դրոշ չեն այրել, թուրքական դրոշ է։ Այդ Թուրքիայի տրամաբանն Թուրքիայի արտգործնախարարությունը, հա, եթե կեցվածք դրսևորի, իրենք կեցվածք, ինչու Ադրբեջանը։ Որտեղ պատասխանատուն Հայաստանի հետ աշխատանքների կուրացիայի, այսպես ասենք, Ադրբեջանն է, ոչ թե Թուրքիան։ Թուրքիայի կալիբրը եւ կարգավիճակը շատ ավելի բարձր է, քան Հայաստանի հետ աշխատելու, քան ուրեմն Ադրբեջանի եւ Ադրբեջանն է աշխատում։ Իսկ այստեղ վտանգը որն է։ Վտանգը ընտրություններն են։ Այսինքն, եթե մարդիկ կեցվածք են դրսևորում եւ վտանգը իրապես գնահատում են, որ օրվա իշխանությունների վերարտադրությունը կարող է մեր գլխին բերել օրհասական ճգնաժամային մի վիճակ, որով մեր պետության, պետականության, մեր ֆիզիկապես տեղ լինելության հարցը դրվի օրակարգում, այ դրա համար Ադրբեջանը շատ կտրուկ արտգործնախարարություն, երբ կարդում ես, ասենք, պահանջում է կառավարությունից, ես ուզում եմ անպայման այդ տողը ընթերցել, սա կարելի ասել բանա, ինչպես ասում են պետությունը, մետրոպոլիան իր վասալից բանա պահանջում, ասում է այսպես պետք է անես, ու վերջ, հələ փորձես չանել։ Ադրբեջանը Նիկոլից, հա, ես ուղղակի այդ Ադրբեջանի, չէ, այստեղ մի վարքյան ես ուզում եմ անպայման Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց գրված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նմանատ ինչ է ասում, նմանատիպ արշավը եւ ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ գրված է հայտարարության մեջ։ Ամեն օր հայկական դրոշը պղծող, հա, հայկական
բոլոր խորհրդանիշները պղծող, միջև հիմա, բա եթե սա ասում է, դե այ պիղծ, այս սրիկատականք, դե մի հատ պատասխան, դու էլ հարց ուղարկի, ասա այդ քո պուրակը, ինչի համար չես այրում ու ավիրում, միջև հիմա մեզ ստորացնելու պուրակ կա, չէ՞, դե հայ զինվորների հագուստով բան, որ են բանը այգի է դարձել ադրբեջանցի երեխաների համար, որ տանում են, որ հնարավորինս ինչ հնարավոր է, ինչ պղծություն ասես անեն, որ բավարարեն իրենց երեխաներին եւ այդ ոգով իրենց դասիրակեն։ Էլ չեմ ասում, որ քիչ առաջ պարոն Նահապետյանն ասաց, որ եղել է, որ հայ զինվորներին փաթաթել են հայկական դրոշով եւ գնդակահարել են։ Բայց սրա համար հարցեր չունես դու տալու։ Չէ, իրեն արդեն բացի։ Մի հատ էլ վախեցած ինքը հայտարարություն է տարածում անմիջապես։ Չէ, Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում Ադրբեջանի արտգործ նախարարության կեցվածքը այլ պետության դրոշը Հայաստանի տարածքում ով է տվել իրան այդ իրավունքը։ Ով է տվել այդ իրավունքը։ Հա? Հայաստանի օրվա իշխանությունը։ Այո, օրվա իշխանությունը, որ ինքը կարող է այսպիսի հայտարարություն իրեն թույլ տալիս, ասում եմ, եւ ոչ մի բան չկա, ասում է դու մեր խորհրդանիշները, մեր նախագահները, մեր գեներալները շարունակում են փակված մնալ, շարունակում են խոշտանգվել, հա, մեր երիտասարդները շարունակում են այնտեղ խոշտանգվել։ Ես իդեպ չեմ բացառում, որ որոշակի առումով քրեական հետապնդում այստեղ նախաձեռնի։ Հիմա գիտեք ինչ, այս ամեն ինչի ինչի համար ենք խոսում, պարոն Նահապետյան, որ մեր հետևորդները, մեր հայրենակիցները հասկանան, թե մենք ինչի մեջ ենք, որտեղ առջև հետո չասեն մենք ինչ կարող ենք անել մեզանից, չգիտես ինչի 18 թվականին, որ բացարձակ իրենցից բան կախված չէր, Նիկոլին այդ օտար ուժերը բերեցին դրեցին իշխանության, մարդկանց հավատացրեցին, թե իբրև թե իրանցից է, ձերնից կախված չէր, ոնց որ մնացած երկրներում Զելենսկի, Սահակաշվիլի, ոնց բերեցին։ Տենց էլ Նիկոլին բերեցին, ուղղակի տես մեծ իմիտացիա լինել, այս սիրելի ժողովուրդ, իբր թե դուք եք բանարը բերել, այ 21-ին դուք եք բերել։ 21-ին պատերազմից հետո դուք եք գնացել ընտրություններով։ Տեսեք Նիկոլը ինչ է ասել, պարոն Նահապետյան։ Ակնհայտորեն, խնդրեմ, ակնհայտորեն սադրիչ բան է գնահատել։ Հայոց ցեղասպանության տարելիցի նախորյակին ապրիլի 22-ին Երևանում ՀՅԴ-ի կազմակերպված ժայռով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը Armenpress-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը, այն գնահատելով որպես անպատասխանատու եւ անթույլատրելի միջազգայինորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ, նշել է նա։ Հա, բայց օրինակ ասենք ժողովրդավարություն է։ Օրինակ, տարբեր երկրներում այրում են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դրոշները, բողոքի նշան, ընդ որում այդ երկրները ուղղակիորեն հակամարտության մեջ չեն։ Այրեցին Իսրայելում Իսրայելի դրոշը ուղափառ հрьяաները ասելով որ դուք պղծություն եք արել գնա իրենց երկրի դրոշը այրեցին, սա քայլեր ակցիա էր այն ամենի դեմ որ իրենց զինվորը գիտեք եկեղեցին Քրիստոսի արձանը այ դրա դեմ էր կատարում 3 է մեսիական հрьяաները քրիստոնյա հрьяաները Այսինքն այդ հələ երկիր, իսկ այլ երկրների տարածքում այրվում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դրոշը։ Այրվում է։ Բողոքի նշան, այսինքն եթե ժողովրդավարությունից եք խոսում, մարդու իրավունքներից եք խոսում, մարդը իրավունք ունի նման կեցված դրսևորել։ Այսինքն հիմա գիտեք ինչ, այս հայտարարությունը Փաշինյանը երբ տարածեց, երբ Ադրբեջանի արտգործնախարարությունը կեցված չէ դրսևորեց։ Այո։ Իսկ այդ կեցվածքից առաջ Փաշինյանը նման հայտարարություն տարածել է դրոշի։ Ոչ։ Այստեղից եւս մի ապացույց որ Փաշինյանը կատարում է ուղղակի Ադրբեջանի հանձնարարականները։ Այնտեղ ասում են, սա էլ երկրորդում է իր բառամթերքով։ Եթե դու ենթադրենք վտանգ ես տեսնում եւ այլն, դու ավելի շուտ ասեիր, քո երկրում ա եղել, կեցված դրսևոր, քան Ադրբեջանի արտգործնախարարությունը չէ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, նոր այդ հայտարարության հիման վրա դու կեցված ես դրսևորում մամուլի քարտուղարի շուրթերով։ Ընդ որում մամուլի քարտուղարի միակն է, որ իրավունք ունի երկրի ղեկավարի անունից հանդես գալ։ Այսինքն երկու անձի խոսքը նույնականացում է։ Եդ նույնը թե Փաշինյան Նիկոլն է ասել Նազելի Բաղդասարյանի արտահայտմամբ։ Եվ այստեղից հետևություն սա եւս մեկ անգամ ցույցիչ է, որ Ադրբեջանի կեցվածքը Փաշինյանի համար օրենք է։ Ասեմ այսպես, հանձնարարականների նման բան է, հանձնարարական է գալիս։ Նո օրենք չասենք, օրենք իրավական ակտ է, հանձնարարական է։ Նա կեցվածքը դրսևորել համար օրենք է, չակերտավորել։ Բայց այստեղ նաև ուրիշ հետաքրքիր բան կա։ Թուրքիայի դրոշն է այրվել։ Ինչու Թուրքիան չի խոսել, որտեղ Թուրքիայի կարգավիճակը, ստատուսը
բարձր է, Հայաստանը Թուրքիան չի խոսում։ Անգամ այդպես է, հա, մտածում։ Չէ, այդպես է, բա հիմա եթե դրոշի խնդիր, հա, Ասենք ասա գնա մի հատ դրանով զբաղվի, էլի, հա, տենց Ալիևին ասում եմ գնա այդ Նիկոլով զբաղվի այդ։ ասելա չհասկացա, ես քեզ չեմ տվել կուրատորը դու չես։ Ես դի խոսեմ, հələ մի հատ գնա հայտարարություն արգոս։ Դրա համար էլ բանը գնում ասում են պապա, բա սխալ է իրան պահել, ինչ էր ասում, ասում է, այնտեղ էսենց հարցեր ունենք, մենք ձեզ այդ սահման ուզում ենք բացել, բայց չէ, գնում չէ խնդրողի բանի դերում էր, չի, Ալենը գնացել ինչ էր խոսում։ Այսինքն ասածս հետեւյալն է, սա խոսում է Հայաստանի 101%-անոց ինքնիշխան երկրի եւ 102%-անոց ինքնիշխան կառավարության մասին։ Այսպես էլ ապրում է։ Այն որ խոսում է մենք ինքնիշխան ենք, իդեպ ինչքան խոսեց ինքը ինքնիշխանության մասին, որ մենք պահում ենք սապոկներից, ռուսական չգիտեմ ինչերից ինքնիշխան, ինչքան խոսում է դրա մասին, այդքան ավելի մխրճվում է Ալիևի ու Էրդողանի տակ։ Իմիջիայլը ցեղասպանություն, որ ասում են ցեղասպանության ճանաչելն ինչ է, ցեղասպանության ճանաչել առաջին հերթին արդարության վերականգնումը եւ ցեղասպանության ճանաչել, որ նշանակում է, որ կանխարգել է հետագայում տեղի ունեցող ցեղասպանությունները, ճիշտ է։ Իսկ ինչ տեղի ունեցավ 21-րդ դարում, նախ 20-րդ դարում սա կյանքը ցույց տվեց, որ իսկապես այդ ժողովուրդը ցեղասպան է եւ Ադրբեջանը եւ Թուրքիան, եթե նախորդ դարում ցեղասպան Թուրքիան էր եւ ցեղասպան Թուրքիայի հովանավորությամբ քիչ թե շատ բան ազատություն հենց որ ստացավ Ադրբեջանը, այն որ դուք անդադ ասում եք ինչ որ տահասներ կամ դեբիլներ, տահաս, ինչ ասեմ, որ ասում են մենք Ադրբեջանի հետ կողքի ապրել ենք, հիմարներ երբ եք ապրել, երբ որ կար սովետական միություն եւ կար մեծ վերահսկում, ճիշտ է։ Ասում եմ մենք կողքի ապրել ենք, սովետական միությունը չէր հասցրել փլուզվել, մի անգամից ցեղասպանություն արեցին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, հա, Մարաղայում ինչ արեցին։ Ինչ արեցին, մի անգամից օրեր են ժամերի ընթացքում, հələ դեռ չէր փլուզվել է սովետական միությունը, փլուզման ինչ որ տեղեր արդեն թուլացել էր, մի քիչ ոստիկանական համակարգը թուլացել էր, բա դուք ո՞նց եք պատկերացնում, ով է ձեզ պաշտպանելու, որ ադրբեջանցիներին բերեն լցնել, ով է ինձ պաշտպանելու, ով է ձեզ պաշտպանելու, որ պատրաստում եք վեր ընկնեք ձեր տանը ամսի 7-ին ընտրությունների չգնալ կամ գնաք ես դավաճան տականքներին, թրքահպատակ վիժվածքներին ձայն տակ։ Ասում եմ մենք ինչ ա եղել ապրել ենք եւ կանխարգելում տեղի ունեցավ ինչի համար են ասում ճանաչել ինչի են առաջին երկրորդ երրորդ նախագահի ժամանակ քանի երկրներ են ճանաչել ընդ որում երկրներ են եղել որտեղ որ ցեղասպանության մերժումը ինչպես Ֆրանսիայում դա դատապարտելի քրեորեն դատապարտելի է հետապնդելի է այսինքն այդպիսի երկրներ անգամ կան հիմա Ռուսաստանի Դաշնությունը 95 թվականին հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական ակտ է ընդունել բայց մինչ այդ երևի ճիշտ կլներ մեր վեհապար հայրերի խոսքը հա որ ասել են հետո նոր անցնենք որտեղ շատ ավելի ճիշտ կլինի մեր ինչ է ասել հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի որքան էլ տարիները մեզ հեռացնեն 1915 թվականից հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ հայտարարել է Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը այսօր նաև վեհապար հայր վեհապար որ խոսքը հիմա փոխանցեմ նաև դատապարտել է խոսել է Ծիծեռնակաբերդից Սամվել Կարապետյանն է դատապարտել խոսել Հայաստան Դաշինքի ծրագրային դրույթներից հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական սատարումը ոչինչ չի մոռացվելու գրել է Ռոբերտ Քոչարյանը ցեղասպանության երկրորդ նախագահը ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց երբ թվում էր թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում ցավոք նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը բրավո մեր վեհապարին միշտ ամեն առիթով խոսում է սրա մասին բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120,000 արցախցիներ ասված է ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում այո եւ ինչի համար ես ասեցի որ կանխարգելիչ նշանակություն ունի, բայց եւ սա պատրաստվում է հրաժարվել, այն դեպքում երբ որ նախորդ դարում եւ այս դարում մենք տեսանք թե ինչ ցեղասպանական գործողություններ տեղի ունեցան Արցախում եւ դա շարունակվելու է, եթե Նիկոլը մնա եւ եթե ադրբեջանցիները գան Հայաստան եւ եթե այստեղից ռուսական ոդկը վերջնական կարողանան հեռացնեն, ժամերի ընթացքում են մեզ հաջորդ ցեղասպանությանը բերելու, վերջնական բնաջնջելու, ինչը ցավոք սրտի դուք չեք գիտակցում ու չեք ուզում հասկանալ, որ ձեզանից ինչքան բան է կախված, մի հատ գնալ եւ ընտրության մասնակցել ընդամենը։ Չենք ասում, որովհետեւ ուժի։ Գնում ես մասնակցում, այո, ընդամենը գնում ես մասնակցում։ Նրանք ովքեր տանից դուրս չեն գալիս, դա
քաղ պայմանագրի էլեկտորատը չի։ Դա անդիմադիր է։ Այո, Այդ չէ, ընդդեմ- բայց հանկարծ չգնալ եւ չասել գնում եմ բոլորին դեմ, որ նիկոլական ուժ է, Կարքին Հայկո, որ սև ու սպիտակ բաժանող ուժ է եղել, ինչ որ գարշանքների։ ինքը տվեց։ Այո, մոռացել եք, ասեց Մենք սև ու հիշում ենք։ սպիտակ բաժանել, այսինքն չգնալ եւ Չէ, չմսխել ինչ որ ընդդիմադիր, ուժերի։ խոսքս ընդդիմադիրի Խոսքը մասին է։ կոնկրետ հստակ ասենք 3 ուժի մասին է։ Երկրորդ նախագահի ուժը Հայաստան Դաշնքի Սամվել Կարապետյանի ուժը, Գագիկ Ծառուկյանի Հա, ուժը, այդ շատ երեք ուժը։ կոնկրետ։ Շատ կոնկրետ գնում եք այս 3 ուժերից ինչ որ մեկին ձայն եք տալիս, վերջ։ Ուրիշ բան